Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն, այս տեսանյութում կներկայացնենք լաբորատոր այնպիսի սարքեր և սարքավորումներ, որոնց օգնությամբ կարող ենք ուսումնասիրել զանգվածի պահպանման օրենքը քիմիական ռեակցիաների ժամանակ։ Զանգվածի պահպանման օրենքը կուսումնասիրենք բաց և փակ համակարգերում իրականացնելով պղնձի օքսիդացման փորձը։ Փորձով կհամոզվենք զանգվածի պահպանման օրենքի ճշմարտացիության մեջ, ըստ որի քիմիական ռեակցիայի ժամանակ ռեակցիային մասնակցած նյութերի զանգվածների գումարը հավասար է ռեակցիայի արդյունքում ստացված նյութերի զանգվածների գումարին։ Փորձի ընթացքում մեզ անհրաժեշտ են մետաղյա կալան, պատրաստված է երկաթից, կազմված է հիմքից, ձողից, եռանկյունաձև սեղմիչից, անոթներ պահելու հենակներից, օղակներից և խաչաձև սեղմակներից։ Նախատեսված է տարբեր ապակյա փորձանոթների ամրակալման կամ տեղադրման համար։ Հրակայուն փորձանոթ նախատեսված է տաքացման միջոցով նյութերի այրման, հալեցման կամ քայքայման համար։ Փորձանոթի խցան առանց անցքի նախատեսված է հեղուկի կամ գազի արտահոսքը փորձանոթից կանխելու և փակ համակարգ ապահովելու համար։ Լաբորատոր կշեռք, թվային կշեռք, որը ի տարբերություն մեխանիկական և նժարավոր կշեռքների ապահովում է նյութերի ճշգրիտ կշռումը։ Սպիրտայրոց պատրաստված է բարձր հրակայունությամբ ապակոց, լիցքավորվում է հեղուկ սպիրտով, նախատեսված է նյութերի, լուծույթների և խառնուրդների տաքացման համար։ Կրակայրիչ նախատեսված է սպիրտայրոցի պատրույգը վառելու համար։ Մատիտ անհրաժեշտ է փորձի արդյունքները աղյուսակում գրանցելու համար։ Աղյուսակ նախատեսված է փորձի տվյալները գրանցելու համար։ Պղնձե թիթեղիկ նախատեսված է օքսիդացման ռեակցիայի իրականացման համար։ Նախքան փորձը սկսելը պարտադիր պետք է ծանոթանալ անվտանգության կանոններին։ Հրդեհի բռնկումից, ինչպես նաև ֆիզիկական վնասվածքներից, այրվածքներից խուսափելու համար։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոց և դնել ակնոց։ Փորձի ավարտին գոյացած թափոնները լցնել հատուկ աղբամանի մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Արգելվում է փորձն իրականացնել ոչ լաբորատոր պայմաններում։ Սպիրտայրոցի կրակը չհանգցնել փչելով կամ այլ եղանակով, կրակը հանգցնել փակելով այն սպիրտայրոցի կափարիչով։ Հավաքենք մետաղյա կալանը։ Մանրացնենք պղնձե թիթեղիկը և լցնենք փորձանոթի մեջ։ Առանց փակելու փորձանոթի բերանը կշռենք այն լաբորատոր թվային կշեռքով և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Փորձանոթի բերանը չփակելով համակարգը դարձնում ենք բաց։ Կշռումից հետո փորձանոթն ամրացնենք կալանին եռանկյունաձև սեղմիչի միջոցով։ Անմիջապես փորձանոթի տակ դնենք սպիրտայրոցը և վառենք այն կրակայրիչով։ Հետևենք փոփոխություններին և արդյունքները գրանցենք աղյուսակում։ Նկատեցինք, որ փորձանոթում եղած պղինձը սկսեց փոխել իր գույնը։
Հենց պղինձի գույնն ամբողջությամբ փոխվի, հանգցնենք կրակը, փակելով այն սպիրտայրոցի կափարիչով։ Սպասենք այնքան, մինչև սարքերը սառչեն, այնուհետև ևս մեկ անգամ կշռենք փորձանոթը։ Արդյունքները գրանցենք աղյուսակում։ Փորձն ավարտված է, այժմ կրկնենք նույն փորձը փակ համակարգում։ Վերցնենք պղնձե նոր թիթեղ և մաքուր փորձանոթ։ Կրկնենք փորձը և կշռելուց առաջ փորձանոթը փակենք խցանով, փակ համակարգ ստեղծելու նպատակով։ Փորձը կատարենք նույնությամբ և գրանցենք արդյունքները աղյուսակում։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը հաշվի առնելով անվտանգության կանոնները։ Այժմ վերլուծենք աղյուսակում գրանցված տվյալները։ Պղնձի գույնի փոփոխությունը ջերմության ազդեցության տակ վկայում է, որ տեղի է ունեցել ջերմակլանիչի ռեակցիա և արդյունքում առաջացել է պղնձի սև օքսիդ։ Եվ բաց և փակ համակարգերում նկատեցինք, որ տեղի է ունեցել նույն ջերմակլանիչ ռեակցիան և արդյունքում առաջացել է պղնձի սև օքսիդ։ Աղյուսակից երևում է, որ փակ համակարգում օքսիդացման արդյունքում առկա նյութերի ընդհանուր զանգվածը չի փոփոխվել, այսինքն տեղի է ունեցել զանգվածի պահպանման օրենքը։ Բաց համակարգում տեղի ունեցող օքսիդացման արդյունքում, ըստ աղյուսակի տվյալների, անոթի զանգվածի մեջ փոփոխություն ենք նկատում։ Բաց համակարգում որոշ գազեր կարող են դուրս գալ, որը կարող է զանգվածի կորստի պատրանք ստեղծել։ Բնական միջավայրում այս ռեակցիան ընթանում է շատ դանդաղ, սակայն լաբորատոր պայմաններում բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ռեակցիայի արագությունը կտրուկ մեծանում է։ Այսպիսով, փորձով համոզվեցինք, որ փակ համակարգում ռեակցիային մասնակցող նյութերի ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի արդյունքում ստացված նյութերի ընդհանուր զանգվածին։ Բաց և փակ համակարգերի տարբերությունն այն է, որ փակ համակարգում ռեակցիային մասնակցող նյութերի ավելացում կամ արտահոսք չի կարող լինել։ Սակայն բաց համակարգում հնարավոր է գազերի արտահոսք կամ ներհոսք։ Երկու դեպքում էլ համակարգի զանգվածը կենթարկվի փոփոխության։ Այս տեսանյութում մենք ներկայացրեցինք, թե ինչ սարքեր և սարքավորումներ են անհրաժեշտ պղնձի օքսիդացման փորձն իրականացնելու, ինչպես նաև փակ և բաց համակարգերում զանգվածի պահպանման օրենքի ճշմարտացիության մեջ համոզվելու համար։ Նաև ներկայացրեցինք բոլոր սարքերի և սարքավորումների կիրառման ձևն ու հնարավորությունները փորձի իրականացման ժամանակ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում հաջորդ տեսանյութում։